Պարոն Պողոսյան, Հասմիկը Հակոբյան շատ կարևոր հարց հնչեցրեց կապված Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձի հետ կապված։ Նախորդ օրը գլխավոր դատախազին ես հարց էի ուղղել եւ հարցի հետ կապված նաեւ ելույթ ունեցել հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցներին դուք տեղյակ եք, փաստավակ խմբի 5 զեկույցներին, որոնցից մեկը առնչվում է ապօրինի զինված խմբերի գոյությանը։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնեմ, դուք այս բոլոր գործերով ինչ որ չափով առնչություն ունեցել եք սկսած ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի ղեկավար լինելուց, թե հոկտեմբերի 27-ով, թե ներկայիս հոկտեմբերի 27-ի անջատված մասով, թե նաև մարտի 1-ին, չնայած հակակոռուպցիոն կոմիտեում է հիմնականում մարտի 1-ի գործի քննությունը իրականացվել կամ պետք է շարունակվի։ Ինչ հոդված է դրված Արարատ Միրզոյանը դրանք մի կողմ, մայր գործին, ինչ որակավորում է տրվել քննչական մարմնի կամ գլխավոր դատախազության կողմից։ Նոյեմբերի 9-10-ին ինչ գործողություն է եղել, սպանության փորձ միայն Արարատ Միրզոյանի խուլիգանություն, թե այնուամենայնիվ իշխանության զավթման գործողություններ են տեղի ունեցել։ Խնդրում։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, նշեմ, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված քրեական վարույթը քննվում է քննչական կոմիտեում, նախկինում քննվել է ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, Արարատ Միրզոյանի վերաբերյալ այդ սպանության հետ կապված վարույթը, որը որ այո, ձեր մատնանշած հոդվածներով էլ է նաև նախաձեռնված, պարոն Քոչարյան, ոչ միայն սպանության փորձ եւ այլն, նաև հենց ձեր մատնանշած հոդվածներով է նախատեսված համանդրակակարգի եւ հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների ոլորտով, բայց նաև նշեմ, որ մարտի 1-ի հետ կապված քրեական վարույթը այս վերջերս գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը հիմա գտնվում է փաստացի վարույթն իրականացնող մարմինի հակակոռուպցիոն կոմիտեն է, բայց ըստ էության նաև քննչական կոմիտեն համատեղ քննչական խումբ է ստեղծված եւ քննչական կոմիտեն նույնպես ներգրավված է որպես քննչական խմբի կազմում եւ ակտիվ քննչական գործողություններ է կատարում, բայց քանի որ շատ ծավալներ պարոն Քոչարյան ձեր հարցադրումը ըստ էության ես նշեմ, որ առաջինը ես նշեցի առաջի գործի մասին, այս գործերը հավաստիացնում եմ ձեզ, որ մեր առաջնահերթություններից են, մեր այն գործերից են, որոնք որ ամեն օր, ես ասեմ, ամեն շաբաթ, կոնկրետ շաբաթը 1 օր, այս գործերն է, ամբողջ օրը քննարկվում է այս գործերը եւ այս գործով կատարած աշխատանքը։ Ես չեմ ուզում առաջ ընկնեմ ժամանակից եւ չեմ ցանկանում քրեական վարույթի բնականոն ընթացքի հետ կապված այնպիսի դիտարկումներ իրականացնեմ, որոնք որևիցե կերպ կարող են խոչընդոտ հանդիսանալ, բայց պարոն Քոչարյան, քրեական վարույթներով քննչական կոմիտեն ակտիվ գործողություններ է իրականացնում, սկսած նոյեմբերի 9-ի 10-ի տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ եւ ամեն շաբաթ արդյունքը տեսանելի կլինի հանրությանը, մենք դրա հետ կապված պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք, որպեսզի մինչև դատարան ուղարկելը հասկանան, որ քննչական կոմիտեն ինչ ծավալի աշխատանք է կատարում եւ հավաստիացնում եմ ձեզ, այդ աշխատանքը ամենօրյա է։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված դուք գիտեք, որ քրեական վարույթը ինքը գաղտնիության գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով դարձյալ մեծածավալ եւ հսկայական գործողություններ է կատարվում։ Մարտի 1-ի հետ կապված էլ քննչական կոմիտեն այն իր ուղղության մասով այս պահին էլ նույնիսկ գործողություններ են կատարում։ Առաջիկայում կարծում եմ այս գործերով տեսանելի եւ շոշափելի արդյունքներ կունենանք, որովհետեւ ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը եւ մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն եւ սպասում են այս գործերով կոնկրետ պատասխանների։ Իսկ մենք կոչված ենք, որպեսզի այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկենք, որպեսզի մյուս անգամ ստեղ գալուց ասելիք ունենանք։ Ցանկանք Ես ասեմ, որ դուք շատ ճիշտ նշեցիք մեր ժողովրդի սպասումների մասով եւ այսօր էլ անձամբ ես սպասում եի, որ եզրափակիչ ելույթում սպասումների մասով գլխավոր դատախազը հիշատակի, որտեղ դրան միտված նաև մեր խմբակցության ղեկավարը շեշտեց դրա կարևորությունը, բայց մենք չլսեցինք դա։ Ես ուրախ եմ, որ դուք կարևորություն նշեցիք։ Նաև ուզում եմ նշեմ, որ հոկտեմբերի 27-ով նախկին գլխավոր դատախազությունը, գլխավոր դատախազի կողմից հոկտեմբերի 27-ը որակավորել է ոչ թե համարական կարգի հետ միտված գործողություն, այլ տերորիստական ակտ։ Պարզա չէ, որ
Նա լրիվ կյանքը ցույց տվեց, թե ինչի էր միտված այդ գործողություն եւ ինչ տեղի ունեցավ։ Ուզում ասեմ, նաեւ այստեղ էլ մենք խնդիր ունենք որակավորման հետ կապված, նաեւ իշխանության զավթման հետ կապված նոյեմբերի 9-ի գիշերը եւ 10-ին ըստ էության իշխանության զավթման գործողություններ, որին մասնակից էին մեկ կնոպկի հարվածով ապօրինի բազմաթիվ խմբեր։ Ես կուզեի, որպեսզի դուք քանի որ ղեկավարում եք քննչական կոմիտեն, բարձրացնեք փաստավակ խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆյանի զեկույցը ապօրինի զինված խմբերի մասին, որոնք ստացել են զինվորական համազգեստ եւ նրանք օգտագործվել էին տարբեր նպատակներով եւ իմ տպավորությամբ 9-ի 10-ի օրը օգտագործվեցին այդ խմբերը, որոնք մինչև հիմա մնացել են չբացահայտված։ Դա պարզապես ուշադրության համար եմ ասում, իսկ մնացածը ելույթում ես կհիմնավորեմ այս 3 գործերի շատ հետաքրքիր կապ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան։ Ես նորից չկրկնվեմ, այս գործերով ես չեմ ուզում իհարկե այնպիսի տվյալներ հիմա ստիպված լինեմ հայտնեմ, ես մեծ գայթակղություն կա, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ ծավալի աշխատանք եք կատարել, բայց այդ գայթակղությանը կդիմանամ, որպեսզի հետագայում, երբ որ քրեական հետապնդումներ հարուցվեն կամ չգիտեմ, ինչ որ մի փուլի հասնենք, որ արդյունք կարող ենք ունենալ, հանրությունը վստահ եմ կտեղեկանա այս քրեական վարույթների առաջիկայում հույս ունեմ։